Վերջին զանգը սերիալի շուրջ քննարկումներն օրեցօր ավելի են թեժանում, դիտողների հետաքրքրությունը հասել է գագաթնակետին և հենց այս պահին սերիալի սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը հնչեցրել է կարևոր հայտարարություններ, անդրադառնալով այն հարցերին, որոնք արդեն երկար ժամանակ հետաքրքրում են հասարակությանը։ Դիանան խոսել է ամենից սպասված թեմաների մասին, ինչու հարցազրույցներ չի տալիս, ինչու է Վերջին զանգը սերիալն այսքան երկար և ինչու երբեմն սխալ է մեկնաբանվում իր աշխատանքը։ Դիանան մշտապես շեշտել է, որ ինքը գործում է ոչ թե բարձրաձայնելու, այլ ստեղծելու համար։ Եթե ցանկանում եք դիտել սոցիալական ցանցի էջերում, մասնավորապես Instagram-ի էջի սթորի բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, ինչ հարցերի է պատասխանել Դիանա Գրիգորյանը, ինչ է խոսել Վերջին զանգը հեռուստասերիալի մասին և ինչու հարցազրույցներ չի տալիս, ապա դիտեք այս տեսանյութը և կստանաք ձեր բոլոր հարցերի պատասխանները։ Հեռուստադիտողներն այն համբերությամբ սպասում են Վերջին զանգը հեռուստասերիալի սյուժեի լուծումներին, հատկապես հիմա, երբ սերիալում սկսվել են բացահայտումների և ճակատագրական որոշումների պահերը։ Դիանա Գրիգորյանը հրապարակել է տեսանյութեր և այնտեղ կան պատասխաններ, որոնք երկար ժամանակ կախված էին օդում անպատասխան։ Այս սերիալը միայն պատմություն չէ, այն հույզ է իրականության արտացոլում և ամեն հերոս ապրում է իր բաժինը ցավով, սիրով, դավաճանության և ճշմարտության ճանապարհով։ Մինչ կդիտեք տեսանյութերը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և իհարկե գրել տեսանյութի մեկնաբանություններ բաժնում, ինչ եք կարծում Վերջին զանգը հեռուստասերիալն ինչպիսի հանգուցալուծում է ունենալու և արդյոք արդարանալու են հեռուստադիտողների սպասելիքները։ Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Ուզում եմ մի քանի հարցի պատասխանել։ Ինչու հարցազրույցներ չեմ տալիս։ Շատ եմ տվել հարցազրույցներ, օգնել եմ առաջին եւ երկրորդ չկա մի հարթակ, որտեղ կկարողանամ խոսքս լիարժեք հասցնել ձեզ։ Ինձ համար չկա այդ հարթակը։ Սա մեկ, երկրորդ։ Ինչու են երկարացնում սերիալը, ձգձգում։ Չենք ձգձգում։ Մեր սերիալները հիմնականում բաղկացած են լինում 300-400 մասից։ Հիմա 211-րդն ենք հեռարձակել դեռևս ու մինչև հավանաբար 244-45 ու մենք կավարտենք արդեն և դա երկար չէ և առհասարակ օջարային օպերայի համար դա երկար չի համարվում։ Ինչ վերաբերում է նրան, որ ինձ պարբերաբար խորհուրդ եք տալիս, որ ես 20 մասանոց սերիալներ անեմ, ասեմ, որ դրա միտքը ես ունեցել եմ սրանից 20 տարի առաջ և այն մարդիկ, ովքեր հիմա ինձ խորհուրդ են տալիս, այդ ժամանակ դեռևս ծնված չեն եղել։ Ես ցանկացել եմ այդպիսի բան անել և արել եմ, շատ եմ արել, հեռարձակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց հեռուստատեսության համար շատ ավելի նպատակահարմար է ունենալ երկարատև սերիալ, որովհետև դա ապահովում է ժամանց, այդ հիշեք, մտապահեք, դաջեք։ Մենք ձեր ընտանիքի երեխաների դաստիարակողը չենք։ Խնդրում եմ ձեր երեխաների դաստիարակությունը մեր ուսերից իջեցրեք։ Մենք չենք զբաղվելու ձեր երեխաների դաստիարակությամբ, որովհետև դա ժամանց է։ Ձեր երեխաների դաստիարակությամբ խնդրում եմ դուք։ Ինչ վերաբերում է նրան, որ մենք միշտ այլասերում ենք երիտասարդությունը եւ այլն, ինչով։ Այն սերը, որը մենք ներկայացնում ենք սերիալում, մեր իրականության մեջ գոյություն չունեցող սեր է։ Հաստատ։ Այն ինչ որ կատարվում է մեր իրականությունում, այն ինչ որ մենք տեսնում ենք եւ իրականում չենք էլ ուզում տեսնել, այն ճոխ հարսանիքները, որոնք որ ավարտվում են բավականին աղմկահարույց ամուսնալուծություններով եւ առհասարակ այս կեղտոտ իրականության մեջ ներկայացնել այդքան մաքրամաքուր սեր, կարծում եմ դրանով միայն պետք է սնվել, այլ ոչ թե ասել, որ մենք որևէ ինչ-որ մի վատ բան ենք անում, երբեք։ Իմ նախագծերում չարը միշտ պատժվում է։ Արդյոք իրականությունում այդպես է։ Արդյոք մեր կյանքում այդպես է։ Չգիտեմ, դուք մտածեք, ես չգիտեմ։
Ուզում եմ ասել, որ այդ ձեր թանկ ժամանակը մի վատնեք, ցեղ շպրտելով, վատ խոսքեր գրելով, որովհետև այդ ամենը բումերանգի պես գալու է ձեզ է դիպչելու։ Բարին տվեք, որ բարին ստանաք։ Մենք աշխատում ենք ի տարբերություն ձեզ, մենք ժամանակ չունենք ի տարբերություն ձեզ, մենք արարում ենք ի տարբերություն ձեզ, մենք ստեղծում եւ ստեղծագործում ենք ի տարբերություն ձեզ, մենք ստեղծում ենք աշխատատեղեր, մենք ստեղծում ենք խումբ, մենք ստեղծում ենք լավ մթնոլորտ, հասկացաք։ Այնպես որ ձեր բացականը պահեք ձեզ, իսկ ավելի շուտ սնեք ձեզ դրականով, որ վերևից դրականը ստանաք։ Հակառակ դեպքում այդ բացականի մեջ իդեպ շուրջ 6 տարի ինչ ես վարում եմ իմացիր ավելին գիտա հանրամատչելի ճանաչողական հաղորդաշարը եւ հիմնականում ուր որ գնում եմ ավակ մասնավորապես ավակ սերնդի ներկայացուցիչների կողմից, մանկավարժների կողմից, աբուխելացի շատ կարգին մարդկանց կողմից ստանում եմ միայն դրական խոսքեր եւ նորակողական խոսքեր։ Հիմա հետաքրքիր է։ Այդ ձեր շատ հետաքրքիր ղորկող, խորոտ, բարոյկող գնաբատություններում, բա ինչու չեք գրում։ Ինչ լավ է, որ բարում եք այդ հաղորդաշարը, ինչ լավ է, որ հիշում եք մեր մեծերին, ինչ լավ է, որ մեր երիտասարդներին ծանոթացնում եք մեր մեծերի գործերին, ինչ լավ է, որ մենք կարողանում ենք ձեր հաղորդաշարերի միջոցով ծանոթանալ օրինակ մեր վանքերի, մեր եկեղեցիների պատմությանը եւ այլն, մենք շատ բաներ ենք մեր վանքերի, մեր եկեղեցիների պատմությանը եւ այլն, մենք շատ բաներ ենք ներկայացրել։ Բա ինչու չեք գրում, չեք կարողանում, ինչ որ մի բան ներսում խեղդում է, չէ, չեք կարողանում դա ասել, մաղցն է այդքան շատ, թոթափեք ձեզ, ապրեք այս կյանքը, լսեք լավ երաժշտություն, մեկ եկեք նրա աչքերը, լսեք լավ երաժշտություն եւ հարց տվեք ձեզ, ինչ կար, ինչ եք թողել եւ ինչ պետք է փոխեք ձեր ներսում, ավելի լավ արեկեցիկ, եղեցիկ ապրելու համար, լավ ու գեղեցիկ գործես, երկար մտածեք, չդիմացինի վիրավորվելը չկարողացեք,